Պարոն Նահապետյան, ես ձեզանից ուզում եմ հետաքրքրվել մարտի 1-ի գործի մասին, քանի որ այդ գործի մասով այս ընթացքում լսել ենք ձեզնից առաջ պաշտոնավարող Սասուն Խաչատրյանից տարբեր խոստումներ, ընդհանուր հավաստիացումներ, որ մարտի 1-ը բացահայտված է, հեսա դուք լսելու եք սենսացիոն բացահայտման մասին, բայց այդ բացահայտման մասին մենք այդպես էլ ոչինչ չենք լսել։ Եվ այդպես էլ անհայտ է մնում մարտի 1-ին 10 զոհերի հանգամանքները, ինչպես են տեղի ունեցել սպանությունները։ Երեկ պարոն Հակոբ Արշակյանն էլ զգացական ելույթ ունեցավ, նորից վերապրեցինք մարտի 1-ի օրերը։ Ես ուզում եմ հասկանալ, 2018 թվականից Նիկոլ Փաշինյանը անընդհատ հայտարարում էր, որ իր առաջնահերթությունն է մարտի 1-ի բացահայտումը որպես քաղաքական լիդեր։ Բայց այդ առաջնահերթությունից կամ առաջնահերթության հանրահռչակումից անցել է մոտ 8 տարի։ Ոչինչ հայտնի չէ։ Նիկոլ Փաշինյանն ասում է, իմ կարծիքով ամբողջությամբ բացահայտված է։ Մեզ պետք չի որևէ մեկի կարծիքով բացահայտումը։ Մեզ պետք է իրական բացահայտում մարտի 1-ի։ Ի վերջո, որպես նաև ես Նիկոլ Փաշինյանին հավատացող եւ հավատացած մարդ, նաև դրա համար եմ հրապարակ գնացել, որպես իրավատեր քաղաքացի, որ մարտի 1-ի գործը պիտի բացահայտվեր Նիկոլ Փաշինյանի քաղաքական իշխանության օրոք։ Բայց այդ բացահայտումը չկա, մենք փոխարենը տեսնում ենք Նիկոլ Փաշինյանը գնում է խրոխտ արձանի բացման մարտի 1-ի առիթով, այսինքն մենք իշխանության ենք բերել Նիկոլ Փաշինյանին, որ մարտի 1-ի առիթով արձան դներ, հուշարձան կառուցեր, մենք կոնկրետ ակնկալիքներ ունենք։ Ես հասկանում եմ, որ գուցե շատ մանրամասների դուք չեք տիրապետում այս թեմայով, բայց այնուամենայնիվ, որպես սկզբունքային հարց, ես ուզում եմ ազգային ժողովի ամբիոնից հստակ պատասխանեք, մարտի 1-ի բացահայտումից ինչ կա, որովհետև երկու լեզուններն են ինձ համար կարևոր եղել Նիկոլ Փաշինյանի իշխանության հաղթանակը գովերքելու համար։ Մարտի 1-ի բացահայտում եւ կոռուպցիոն բացահայտումներ։ Կոռուպցիայի մասն էլ արձագանքի ժամանակ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, Տիկին Տոմասյան։ Մարտի 1-ի գործի մասով ասեմ, որ իմ ուշադրության կենտրոնում է այդ գործը եւ այս պահին քննչական կոմիտեի հետ, հակակոռուպցիոն կոմիտեի եւ քննչական կոմիտեի քննիչների համատեղ քննչական խումբ է ստեղծվել եւ այս պահին ակտիվ ապացուցողական եւ վարորդային գործողություններ են կատարվում այդ գործով։ Ես կարող եմ երաշխավորել, որ կիրականացվի համակողմանի եւ անաչառ քննություն, սակայն խոստում եւ հավաստիացում որևէ վարույթով ես չեմ պատրաստվում այս ամբիոնից տալ, այդ մասին եթե ունենանք համապատասխան արդյունքներ, հանրությունը եւ դուք կտեղեկացվեք միանշանակ։